Մենք 20 թվականին հետևություն չենք արել, մեր կապի միջոցները մինչև հիմա ուրիշի տնօրինության տակ է։ Իրենց ապարատուրան չէր աշխատել, երբ որ դիմացինը լռության մեջ էր։ Ինքը մասամբ կրկնեց Արցախի հայաթափման ծրագիրը։ Մի քանի հարգանի ծուղակ ա եղել ու անընդհատ փոխել են իրենց դիրքերը։ Մենակ խոսալով չի, էլի, այս ավտոմատիկ կռիվ չի։ Մենակ դրանով չի։ Եվ որ դրա կռիվ չի, այն ինչի կռիվը արի դրան սովորի, որովհետև ինչքան բարդ է զենքը, ինչքան բարդ է տեխնիկական միջոցը, այնքան շատ է սովորել անհրաժեշտ։ Ինչքան էլ իրան գենոցիդալ գործողություններ են անում, մեկը ոչ բոլորին են ոչնչացնում։ Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ։ Բարի օր։ Այսօր մեր հերթական ոդկասթի օրն է, Հարևորդի Վարդանովներ ոդկասթի։ Խոսում ենք ինչի մասին։ Վերջի Իսրայելա-Հեզբոլլայական, տենց ասած, միջադեպերի մասին ենք խոսելու, երբ որ Իսրայելը ներխուժեց հարավային Լիբանան ու ինչ դիմադրություն ստացավ Հեզբոլլայից։ Այս տարվա ներխուժումը, ոչ թե 2006-ին։ Այս տարվա, իսկ կոնկրետ խոսելու ենք 2026-ի ապրիլի 9-ից 10-ը տեղի ունեցած դեպքերի մասին, թե ոնց Հեզբոլլան կարողացավ ծուղակի մեջ գցել իսրայելական փառապանծ բանակը, իր լավագույն ստորաբաժանումները։ Դե պետք է մի քիչ խոսանք, որ ոնց առաջացավ։ Ինքը այդ պատերազմական գործողությունները կամ պատերազմը շարունակությունն է Իրանի պատերազմի, Ամերիկայի իսրայելական պատերազմի Իրանի դեմ, Հեզբոլլան որպես դաշնակից ի տարբերություն մեզ, օրինակ մենք 23 թվականին մեր հայրենակիցներին օգնության չգնացինք, Արցախը երբ որ հարձակման ենթարկվեց, իսկ Հեզբոլլան սկսեց աջակցել ռազմական գործողություններով Իրանին և հրթիռներով, ավելի շատ անօդաչու սարքերով, մի քանի հրթիռով նույնպես, հարվածեց Իսրայելի տարածքին, հյուսիսում գտնված ռազմական օբյեկտներին, դրան ի պատասխան գործողություններ եղան, ասենք։ Նույնիսկ կենտրոնական հատվածին էլ է հարվածել Մինչև կենտրոն, այո, գնացել է, դե պիտի հասկանանք, որ Իսրայելի հակաօդային պաշտպանությունը էշելոնացված է, և այն պայթյունները, որ հյուսիսում տեղի են ունենում, բոլորը չի, որ ուղղված էին, ասենք, այդ հենց հյուսիսի դեմ։ Շատերը դեպի կենտրոն պետք է գնային, հասնեին խոսքի Թել Ավիվ։ Ճանապարհին որսացել է։ Ճանապարհին հյուսիսում խփվում են ու շատ քիչ հասնում կենտրոն։ Իհարկե նաև որոշ թիրախներ հյուսիսում են լինում։ Երբ որ մի քիչ թեթևացավ խեղճ Իսրայելի վիճակը, ճակերտավոր խեղճ, երբ որ զինադադար հայտարարվեց Իրանի դեմ, այդ վաղտ ավելի ինտենսիվ, բայց դրանից առաջ արդեն մի քիչ թուլացել էր հարվածները դեպի Իրան, որովհետև դեպի Իսրայել, Իրանի հարվածները ավելի ճշգրիտ են դառել, բայց միևնույն ժամանակ անգամներով պակասել են Իսրայելի և ամերիկյան բազաներին ուղղված հարվածները Իրանի կողմից։ Եվ դա ինչ որտեղ իրանց շնչելու հնարավորություն տվեց և իրանք ուշադրությունը շեղեցին նաև Հեզբոլլայի վրա և սկսեցին, ասենք, ցամաքային օպերացիան, դեռևս մինչև զինադադարը հայտարարելը։ Զինադադարը հայտարարելուց ուրեմն պայման էր դրել Իրանի կառավարությունը, որ որոշ կետեր կա, 10 կետ, ու այդ 10 կետերից մեկը Հեզբոլլայի Լիբանանի վրա փաստացի հարձակումը դադարեցվի, սառեցվի, որը Իսրայելը սկզբից ձեն չհանեց, բայց շարունակեց և փաստացի չկատարեց։ Սկզբից ձեն չհանեց, ոնց որ թե հեսա կատարելու են, բայց շարունակեց և ոնց որ թե անհնազանդություն ցուցաբերեց Ամերիկային, իրականում էդի բարի և չար ոստիկանի, այն որ նայում ես կինոներում, մեկը մուսորի տպավորություն է թողում, մեկը բարի մարդ է, ասենք, ուղղակի բախտը չի բերել, ոստիկանություն է ծառայում, այդտենց խաղեր են անում հոգեբանական։
Իսրայելը չար մուսոր ոստիկանի դերն է խաղում։ Կոնկրետ ամսի 8-ին էր, չէ՞, այդ բանը 8-ին սկսեցին հարավային Լիբանանի ռմբակոծությունները, ավիահարվածներ սկսեցին արտպատգատովք են կոչված, էլի։ Արտպատգատովկա ու ավիահարվածներ սկսեցին հասցնել, իսկ արդեն ամսի 9-ին հարավային Լիբանանում էին, ցամաքային զորքերը սկսեցին շարժվել լավ դեպի խորացան Լիբանան, դեպի հարավային Լիբանան ու արդեն մոտ 20-ից ավել մերկավատանկ են կորցրել։ 21, եթե մի քիչ ավելի ճշգրիտ։ Վերջի Կորցրել, չէ, խոցվել։ Հա, խոցվել է։ Կորցնելը դա բան անվերադարձն է, Խոցվել է Հեզբոլլայի կողմից, դե մի մասն է անվերադարձավ։ այո, բայց ոչ բոլորը, էլի։ Դե հա, ու առյուծի բաժինը հասնում է ամսի 9-ից 10-ը, ապրիլի 9-ից 10-ը Բինթ Ջուբայելի բնակավայրում, որը հարավային Լիբանանի կենտրոններից մեկն է։ Շատ խիտ բնակեցված, բնակչություն իհարկե չկա, բնակչությունը տարհանվել է, բայց քաղաքային կառույցները շատ խիտ է մեկը մյուսին։ Ու ծուղակն են կարողացել գցել իսրայելական փառապանց ճակերտավոր բանակին, ինչով որ Իսրայելը տեխնոլոգիապես շատ նապիճկնի է ռուսերեն ասած, Շատ հագեցված է, տեխնիկա նախորդ շատ իրանց մոտ զարգացած։ տեխնոլոգիաներով նախորդ նայում են այնտեղ մարդ կա, մարդ չկա, տերմոդատչիկներով, ընդ բաներով, անօթաչուներն միշտ բանը հերթապահում են օդում, ստուգել էին, որ տարածքում ոչ մեկ չկա, ուղղակի իրանք գալիս էին առաջ։ Պետք է նշել նաև, որ Իսրայելը հայտարարել էր, որ խաղաղ բնակչություն հեռացեք այդտեղից։ Հա, նշել էր ու հեռացել են մեծ Այդ բնակչությունը մոտ 700,000 մարդ էր, փաստորեն ինքը մասամբ կրկնեց Արցախի հայաթափման ծրագիրը, մասամբ ուղղված Բեյրութի հարավում ապրող, ասենք, բայց պետք է նշել, որ արաբներին Լիբանանի, որտեվ քրիստոնյա բնակչությունը մի քանի գյուղեր մնացել են, իրենք չեն տարհանվել։ Ճիշտ է, վիդեոներ կա, թե ոնց է իսրայելական զինվորը Քրիստոսի արձանը ջարդում կվալդով, այսինքն այդ բնակավայրերը են հաստատ մտել ու իրանց լավ չեն պահել, փաստացի վիդեոկադրեր կա։ Պետք է հասկանանք նաև սենց մի բան, էլի, որ փառապանց վաղուն, որ ասես չակերտներով, ինքը անփառունակ գործողություններ է անում, այդ թվում նա ասենք նացիստական Գերմանիայի եւ թուրքական զինվորական ուժերի ոնց որ ասած հետքերով է գնում, բավականին հաճախ գենոցիդալ, ասենք, ցեղասպանական գործողություններ անում, բայց ռազմական գործի տեսակետից ինքը բավականին իրականում փառապանց, ասենք, զինվորական ուժ է։ Ռազմական գործը այն բանն է, որ պիտի մի քիչ օբյեկտիվ գնահատես, իրենք գրեթե բոլոր պատերազմական գործողություններին իրենց շատ պատվով են ցույց տվել, անգամ Լիբանանում, երբ որ իրանք 2006 թվականին կանգնացվեցին եւ կանգնացվեցին իրեգուլյար ոչ պետական աշխարհազորի կողմից, նույն Հեզբոլլայի, որը աշխարհազոր է իդեպ, էլի, ասենք, ոչ պետական զինված ուժերա, ոչ էլ այդ շատ արհեստավարժ sense զինվորական ուժը, ինքը արհեստավարժ դառավ Սիրիայի այդ ասենք դեմ այդ արևմտյան աշխարհի կողմից հրահրված պատերազմի ժամանակ եւ այդտեղ մեծ փորձ ձեռք բերեց Հեզբոլլան, ավելի կանոնավոր բանակին բնորոշ գործողություններ կատարել։ Հարավը Լիբանանի Իսրայելին հետաքրքրում է ոչ միայն որպես, ասենք, զինվորական բանի համար, ուժի համար պոլիգոն, ինքը ավելի շատ հետաքրքիր է դեռևս 80 թվականների սկզբին 1-2-ին Իսրայելը հարավը գրավել էր Լիբանանի եւ սարքել էր ապահովման անվտանգության գոտի։ Դե հիմա էլ է նույնը ուզում անի։ Հիմա նույնը ուզում անի, բայց այնտեղ բայց կա 80 թվականներին այդ էթնո
էթնոցիդ կամ էթնիկ զտումներ չէր կատարվել։ Իհարկե արաբներ կային, որ 80 թվականներին հեռացել էին այդտեղից, չցանկանալով իրանց թշնամի ջհուդների ձեռի տակ լինեն, բայց ընդհանուր առմամբ բնակչությունը մնացել էր։ Հիմա ուրիշ բան է տեղի ունենում։ Մինչև հարձակումը հայտարարվել էր, որ հեռացեք, եւ բավականին հաճախ, դե գիտեք, չէ, 80 թվերի ծեսյան շատ բան է փոխվել, լրատվամիջոցների առումով։ Եթե այն ժամանակ թերթեր, հեռուստատեսություն ու բավականին սահմանափակ, հիմա ինտերնետով ով ասես, ինչ ասես, խոսում է, ոնց որ մենք էլի, ինչ ասես դուրս ենք տալի։ Եվ իսրայելական մեդիա դաշտում բլոգերներ, վլոգերներ, եսիմինչերներ բոլորը, չէ, բայց զգալի մասը ասում են, որ մենք մտնում ենք, որպեսզի դուրս չհելնենք։ Էսի նոր Հոլանի բարձունքներն է։ Հոլանի բարձունքները արդեն մի 60 տարի է Իսրայելի Սիրիայից խլել է, 67 թվականին կարծեմ, եւ առեսօր չի վերադարձրել, չի էլ պատրաստում վերադարձնի, իսկ օգտվելով Սիրիայում բոլորի դեմ պատերազմից եւ կառավարության, ասենք, անկումից հետո Բաշար Ասադի իրանք լայնացրեցին Հոլանի բարձունքների իրանց տարածքները, ճակերտավոր իրանց։ Այ բլոգերներ, բոլորը ասում են, որ մեծ մասը, որ չենք էլ վերադարձնելու, դա հրեական հող է, դա մեր պապերն է, դա մեր Իսրայելն է եւ այլն։ Իսկ 9-ին եւ 20-ին ասում էի 9-ին եւ 10-ին։ 9-ին եւ 10-ին որ ստորաբաժանումներն էին, կարող է հիշես։ Իրենց օդադեսանտային 89-րդ ոնց որ կարամ նայեմ են։ Չէ, թեկուզ զորքի տեսակները դեսանտային ստորաբաժանումներ են եղել, 98-րդ օդադեսանտային դիվիզիան, 35-րդ պարաշուտային դեսանտ բրիգադը, մեկ էլ հատուկ ինժեներական ստորաբաժանում են, որը համարվում է էլիտար, որտեղ տեխնիկապես սարսափելի հագեցված, հատուկ նախատեսված է թունելների հայտնաբերելու, թույն հագեցված ապարատուրաներով, սարքավորումներով, ու շատ լավ պարապած են, ուղղակի իրենց ապարատուրան չէր աշխատել, երբ որ դիմացինը լռության մեջ էր, այսինքն դիմացինը տեխնիկա ընդհանրապես կարելի ասել չի օգտագործել կապի միջոցներ, որտեղ բոլորը ռեպով կամ եթե կապ պայել են կաբելով են արել, բայց ավելի շատ իրանց մոտ պարապվածությունն է եղել ու գիտեին, որ ժամին ինչ պետք է անեն։ Առանձին դասակային ստորաբաժանումներ են եղել, նախապատրաստվել ամեն ինչը պայմանավորվելով ու նույնիսկ իրար հետ կարային կապել ընդհանրապես չունենային, որտեղ գիտեին, այս ժամին էս ենք անելու, գծել էին, թե ոնց պետք է իսրայելական բանակը մոտենա իրանց ու կարելի ասել աստղի մեջ են գցել, ոնց որ խաշմերուկի վրա պահել են ու խաշմերուկի երկու կողմից հարվածել են վերևի, ասենք հատվածից, իսրայելացիները հենց փորձել են հետեթան, արդեն տակից են խփել։ Ու ինչն է հետաքրքիր, ստացվում է մի քանի հարգանի ծուղակ։ Մի քանի հարգանի ծուղակ է եղել ու անընդհատ փոխել են իրանց դիրքերը, այսինքն նույն կետից չեն աշխատել։ Իսկ մերկավաները ոնց են կարացել խոցեն, ծանրաբեռնել են իրանց ակտիվ պաշտպանությունը ու չեն հասցրել արդեն տանկերը, որտեղ այդ մերկավաները հատուկ նախապատրաստած են ամեն քաղաքային մարտերի համար, իրանց ակտիվ պաշտպանությունը դրա համար է, որ մոտիկից էլ իրանց վրա կրակեն, կանան, որսան։ Ու մի քանի ծանրաբեռնելով, այսինքն ամեն տանկի վրա մի քանի հրթիռ բաց թողելով, կարողացել են չեզոքացնել 10-ից մոտավոր 10 էին, այսինքն հենց ասում։ Նու կատարվել այն ինչ որ Իսրայելի հակաօդային համակարգի հետ էր կատարվում, շատ, ասենք, թիրախը շատ։ Սկզբից Իրանն էր ծանրաբեռնում դե մի օրերը, հետո երբ որ Հեզբոլլան սկսեց ծանրաբեռնել, Իրանը արդեն դիպուկ հարվածները կատարում էր։ Նույնը կատարվում է, ասենք, տանկերին հարվածելուց,
իրանց վրա ակտիվ եւ пассив պաշտպանություն կա։ Ոնց որ անուն այդ ակտիվ։ Հա, այդ տրիումֆ համակարգը ընդառաջ հրթիռին, որը ուղղված է տանկի վրա, ասենք հակատանկային RPG։ Հա, միջև գալի ինքը խփում է։ Ինքը ստրեշնի դրոբ ոնց կլինի, որսորդականի մեջ որ ելնում է, էլի շեշմեկով կարճ ասած, ընդառաջ է կրակում եւ պայթունը տեղի ունենում, ասենք այտենց մի 2-ից 4 մետր հեռավորության վրա, կումուլյատիվ էֆեկտն էլ, ասենք, այդ հեռավորության վրա չի աշխատում։ Պայթունը քիչ թե շատ խլացնում է էկիպաժը, բայց տանկին լուրջ վնաս չի հասնում։ Ուրեմն շատ հարվածների արդյունքում մի հատ երկու հատ արդեն չի հասցնում բանանի։ Այ ոնց որ գիտեք ոնց ցանկացած թիրախ, որը որ պաշտպանվում է ինչ-որ միջոցից, հետո այդ միջոցը կատարելագործվում է, օրինակ շատ հզոր բաները, այդ պաշտպանական համակարգ համարվում пассив պաշտպանությունների էլեմենտներից մեկը, երբ որ պայթուցիկը սենց կարող է տեսած լինի քառակուսի բաներով տանկերը պատած են ալնում, սենց ժեշտի ոնց որ կոնսերվեկով, մեջը պայթուցիկ է։ Երբ որ կումուլյատիվը գալիս կպտում է իրան, այդ պայթուցիկը պայթում է եւ կումուլյատիվ այդ շիթը ոնց որ ասած կորում է ընդհանուր պայթյունի մեջ եւ այս արդեն մի տասնյակ տարուց ավել է հորինվել է երկ գլուխ նռնական այդ պայթուն, որը որ սկզբից առաջինն է տեղի պայթուն անում, ծակում է, ուրեմն այդ пассив պաշտպանության էլեմենտը տրակում է, հետո երկրորդն է գալի անմիջապես տանկի կորպուսին բրոնյան է ծակում։ Այ նմանատիպ բան մի քանի բանով, երբ որ կրակում ես տանկի վրա, բազմաշերտ պաշտպանությունը արդեն չի աշխատում։ Բայց բացի դրանից հիշում ես Հեզբոլլահն, չէ, Համասը Գազայում մի քանի կադր ուներ տեղադրած, որ հոյակապ աշխատող Մերկավայի դեմ զենքեր օգտագործել։ Էդի իրանական սպայկի Չէ, սպայկի հետ չեմ, սպայկի կրկնօրինակի հետ չեմ։ Համասը շատ անթերի աշխատող, ասենք, զենք էր հորինել, ասենց կադրեր կան, որ բացեք համացանցում կարող եք ճարել, վազելով գալիս է Համասի զինյալը, պայթուցիկը դնում է տանկի վրա ու վազելով հեռանում։ Այդ դրա ոչ մի բան չեն հորինել, էլի, երբ որ կողքից գալիս է, իրան չեն տնում։ Գազայի հատվածում կաշխատեր, որտեղ ընդ բնակչությունը գնալու տեղ չուներ, այսքան խիտ բնակչություն կար։ Ու ինչքան էլ իրան գենոցիդալ գործողություններ են անում, եկա ոչ բոլորին են ոչնչացնում։ Հա, դա իր դերն է խաղում, բայց դա ավելի շուտ ստորգետնյա թաքստոցից հելնում է, որ հակառակորդը Բայց տանկերը մենակ չեն գնում, էլի։ Տանկը չի հետում, տանկի շուրջ անմիջապես ժամապահներ կանգնած չեն, իրանք դեմից մաքրելով հետում են, տանկը հետևից կրակով ապահովելով։ Հա, բայց բան չի, էլի, դա ամենտեղ չի աշխատի։ Բայց լավ զենքի ձև է, էլի։ Շատ վտանգավոր։ Հա, շատ։ Իմիջիալոց 41 թվականին էլ շատ տարածված ձև է, երկրորդ համաշխարհայինի ժամանակ, նույնիսկ Սովետում ավելի սրամիտ բան էինք, թե տաուտը մտցնում էին բանի մեջ, նասկի մեջ, պայթուցիկն էլ հետևից էին բանանում, ֆիտիլը վառում էին ու լավ ֆռսնելով շպրտում էին ու ինքը պարսատիկի պես գալիս տանկին սենց կլեյով ոնց որ կպներ նասկին, պայթուցիկն էլ կախված, էլի։ Կարճ ասած հնարամտությունը դա օդից չի առաջանում, էլի։ Երբ որ ստիպված ես լինում ավելի ուժեղ կամ ավելի հագեցված կամ ավելի պարապած զորքի դեմ կռվես, ինչ ասես կհորինես, ինչ ձևի շպագատ ասես կնստես։ Ամենակարևորը, էլի, որ ռադիո լռությունը պահպանել։ Եվ պայմանավորված ժամերով կարացել են գործողություն անեն, ինչը մենք էլ կարանք պրինցիպի 20 թվականին անեինք, եթե իհարկե լավ պարապած լինեինք։ Չէ, դե մենք ամեն ինչ արել ենք, որպեսզի թուրքը մաքսիմալը կարանա մեր մասին իմանա։ Բայց բանը, ասեմ, իրանց իսրայելական հետախուզական տվյալները, իրանք պատահական չեն այդ ինժեներական վաշտա գումարտակը ուղարկել։
Հա, հասկանալի է։ Իրանք ունեցել են այդ տվյալները, որոնք քարտեզներ են, կա, հնարավոր է քարտեզներ են ունեցել թունելների, բայց ասենք ինչ որ հատվածների։ ամբողջական բանը չեն ունեցել, էլի, որ տակը առանձին քաղաք է, տարբեր մուտքերով, տարբեր, ասենք մի տեղից մտնում ես, լրիվ ուրիշ բանում, կվարտալում դուրս ես գալիս, դες բաներ չեն իմացել իրանք իհարկե։ Պարբերաբար Լիբանանի հարավի զինվորներից մեկ հոգի, մյուսը, ասենք, կորում են, պարբերաբար, դա արդեն երևի մի քանի տարի է։ Հիմնականում իրանց ցանկությամբ չէ։ Բնական է, ասենք, Իսրայելի Շարետ Միտկալ, Մոսադ, ինչ ասես, էլի, տարբեր ամալ, ասենց ինչ որ կառույցներ կան, հետախուզական, իրանք այդ մարդկանց գողանում են եւ իզութոզը կորցնում են, դա իհարկե ռազմական հանցագործություն է, ուղղակի հանցագործություն է, որտեղ պատերազմի մեջ չի գտնվել այդ ժամանակ Իսրայելը Լիբանանի հետ, կորում էին ինչի համար, որ իրանցից միշտ ինֆորմացիան քաղային, էլի, բնական է, ինչ որ թունելների սխեմաներ իրանք ունեցել են, շատ ու շատ մուտքերից տեղեկություններ են ստացել, որովհետև տանկների դիմանալ ու ոչ մի բան չասել։ Հա, բայց ամեն զինվոր իր չափի այո, ինֆորմացիան շատ սահմանափակ է, էլի։ Ու տվել է այդ պուճուր հատվածները, ասենք ջոկի մակարդակով լավագույնը։ Տեղյակ հնարավոր չի լինել։ Օրինակ, բանը, նայեք, գերհզոր հետախուզությունը Ամերիկայի եւ Իսրայելի Իրան մի քիչ զիջող կամ այս հատվածում համարյա չզիջող Իրանից բանը կուրսի էին ստորգետնյա այդ բաներից օբյեկտներից, կուրսի էին մուտքերից, ոչ ավել։ Հա, ինչ խորությունները, ինչ խորությունները, բանը, ինչ ձևի է թեքվում, ոնց է թեքվում, ինչ է անում, իրանք դրա համար խփել են մուտքերին եւ օդափոխիչ այդ բաներին։ Ինչով է փակած, դա էլ չգիտեին, օրինակ իրանց հրթիռները բունկեր ծակող նախատեսած է 30 մետր նույնիսկ երկաթ բետոն ծակելու համար։ Բանա իրանց հայտարարած 60 մետր, իսկ 60 լինի, բայց ասենք Աուսլենդերը մի հատ ջոուտ բանկա, բանա, ասում է մինչև 90 մետր, թող 90 մետր ծակեն, բայց երկաթ բետոնն են կարում, թող ու երկաթ բետոն իրար հետ, իսկ այնտեղ քիչ իրանք օգտվել են իրանց սարերի բանը, հա, եւ որ բնական պաշտպանությունից էլ է։ Վաղջան, սարեր են եղել, որ այդ կառույցների գլխավերևը կես կիլոմետր, ասենք, բազալտի շերտ է, դա միջուկային զենքը անգամ չի վեկալի, եթե բավարար։ Դրա համար էլ չկարացան իրականում Իրանի հզորությունները վերացնեն հրթիռային, չկարացան։ Վնաս հասցրեցին, վնաս մեծ հասցրել են, ասեցինք, բանը նախորդ հաղորդումներից մեկում ասում էինք, որ մեծ բետոնի կառույցը հիմարություն է, որովհետև լավ ինքը դիմացավ չբլվեց, բայց կա կուտակային վնասվածքներ, որ մի հատ, երկու հատ, երեք հատ, 10 հատից հետո բլվելու է ամբողջությամբ։ Այդ նույնը փորձել են Իրանի այդ օբյեկտներին անեն եւ հնարավոր է ստացվել է։ Հնարավոր է ամբողջությամբ չէ, բայց ասենք օբյեկտները վերացել են, հնարավոր է մեծ վնասները հասցվել, բայց այդ ցենտրիֆուգաների բաների դահլիճները իրանք ավելի պաշտպանված են եղել, որտեվ իրանք չպետք է մուտքին մոտիկ լինեին։ Մուտքից շատ հեռու են։ Այո, դրա պատճառով չի բացառվում, մենակ բետոնով արած չի, բետոնի ու այդ բազալտի արանքը բանը, ասում են ինչ-որ շերտ կա, որը այդ հարվածը իր վրա է վեկալում, քո ասած բանը չի, իրանք այդ մենք անցած հաղորդումների ժամանակ ինժեներական նոր կառույցների մասին խոսեցինք, որը մի քանի բան իրար կպցրած է, փայտ, հող, բետոն, իրանք այդ սաղ արել են։ Սենդվիչը հնարավոր է արել են, մենք այտենց հստակ չգիտենք։ Դե հաշվի առնելով, որ շարունակում էին կրակելը, հա, մի քիչ քչացել էր, որտեղ իմաստ չկար շատացնեն, մեկ էլ մի թեթև արձակման կայաններ են կորցրել։ Թեթև չէ, լավ է կորցրել են, բայց ամեն դեպքում հրթիռները բան չէր արել։ Բաց թողելուց հետո անես չէ, էլի վարկյանական կարում է հեռանա։ Էլ չեմ ասում, եթե ինքը կրակոց արեց, ակնթարթորեն համապատասխան սարքեր կան տիեզերքում եւ օդում, որոնք ֆիքսում են
այդ բանը եւ արդեն կհետևեն ինքը որտեղ գնաց բախկվեց։ Հա, այդ ամեն ինչը անելով տորի հետ, հիշում ես այն։ Հա, վիդեո կար ոնց մտավ, անգար մտավ մեր տորը, բայց որ անգար չլներ գետնափոր ինչ որ տեղ լիներ, հաստատ այդ ժամանակ ինքը բանը հակառակորդը թուրքը տենալու էր որ եկավ դե բախկվավ գետնափոր բան եւ արդեն հերար արտիլերիայով կխփեին դե։ Հա, բայց ով է ասում որ գետնափորը մի մուտքով լինի, թող մի քանի ելքով լինի դա։ Էդ եմ ասում։ Մտավ այդ մուտքը թող բան անեն, փագեն ուրիշ տեղով դուրս։ Ես էդ եմ ասում։ Ասում եմ որ մի քանի մուտք, ասենք, եւ օթափողման համակարգ բանը դրանք որ խփում վնասում են, ոնց էլ լինի ինքը կուտակվում է վնասվածքներ։ Եվ այն ով որ մուտքի մոտ է, ինքը վնասվածք ստանալու է։ Կարող է չկործանվի, բայց վնասվածքներ ստանալու է։ Բայց ցենտրիֆուգաները, որոնք որ գլխավոր թիրախն են ըստ Տրամպի, չնայած սա սուտ է ինձ թվում էդի, ամբողջությամբ նավթին տիրելն է աշխարհի բանը գեգեմոն դառնալ նավթի եւ գազի աշխարհում էտա Տրամպի ուզածը բանը նույնիսկ եթե ընդունենք որ ինքը չի հսատում եւ բանը ցենտրիֆուգաները ուրանի հարստացումը այդ իր գլխավոր ասենք բանն է թիրախն է դա չհաջողվեց ու չի կարա հաջողվի որովհետեւ գետնի տակ տենց հեշտ չի, տենց հեշտ լներ Եգիպտոսի բոլոր գաղտնիքները կբացեին, էլի ասենք այն խեղճ ֆարաոնները որ ինչ որ տաքստոսներ էին սարքում, չգիտեին որ ուլտրազվուկ, եսի մի ինչ լազերով, բանով էսա գալու են մանգան։ Ուրեմն այնքան էլ չի օգնում էդ, էլի որ միջև հիմա Եգիպտոսում ամեն ինչը չեն հայտնաբերել, բա 21-րդ դարում կառուցված շինությունները կամ հնում առաջացած քարանձավները շինություններով, ասենք, բետոնով եւ երկաթ բետոնով ամրացրածը եւ խորացվածը, տենց հեշտ է լինելու հայտնաբերել։ Նույնը Հեզբոլլան անում բնական քարանձավները ոնց որ օգտագործում է, ավելի խորացնում է, տարբեր ելքեր է սարքում ու նայում են նկարներով ռելիեֆը նույնն է, բայց բարձվում է, չէ, այդ քարանձավից կրակես, կարող ուլտրազվուկերով քո ասած կամ լազերներով ժամանակին հետազոտած լինեն, գիտեն այս խորության վրա ու ելք չկա, բայց գալիս են տենում են, չէ, մարդ չկա դե, բայց այդից ֆակտ կրակել են։ Նայ, բանի Դերզորի հատվածում Սիրիայի, ուրեմն ԻԳԻԼ-ի հախից այդքան հեշտ չկարացան գան, պատճառներից նաև մեկը այն էր, որ այդ Սիրիայի հարավ արևելքում եւ արևելքում եւ հարավ արևելքում շատ քարանձավներ կան։ Նու մի քիչ սխալ կարծիք կա շատ-շատերի մոտ ձևավորված, որ անապատը դա ավազ է։ Հա, տեղ-տեղ ավազ է, բայց շատ ավելի հաճախ ավազ չի, այլ քարքարոտ է, ժայռոտ է, ավազախառն է, ասենց էլի։ Այ բանա ԻԳԻԼ-ը ամենտեղ թվում է թե վերացրեցին, բացի մի տեղից։ Այդ տեղը այդ անապատն է Դերզորի հատվածում եւ մի քիչ դեպի Պալմիրա տեղից, որ դե շատ ստորգետնյա քարանձավներ կան։ Դե ասենք բանա անձրևը որ գալիս է, ասենք միանգամից չի ցնդում ջուրը, մի ճանապարհ պետք է գտնի ու միլիոնավոր տարիներում բացել է ինչ-որ քարանձավներ։ Ու այդ քարանձավներում, որ մեր նախնիներին տանում առանց հողարկավորման լցնում էին, ասենք կանանց եւ մանուկներին, ովքեր որ ողջ էին մնացել, թուրքերի ձեռով բանը կոտորվող հայերին տանում լցնում էին այդ քարանձավները, այդ նույն քարանձավները ԻԳԻԼ-ը օգտագործում էր որպես թաքստոսներ սիրիական եւ նաեւ իրան աջակից ուժերի դեմ պայքարում, որում ինքը պարտվեց, բայց չոչնչացավ նաեւ այդ քարանձավների օգտվելով, որովհետեւ այդ բաց տարածությունը քարանձավները որ կան տեղ-տեղ քարքարոտ շատ հեշտ է հայտնաբերվում մարդը, եթե չի մտնում հողի տակ։ Իսկ իրանք չէին հայտնաբերվում, բայց տարածքը ԻԳԻԼ-ի կոնտրոլ, ԻԳԻԼ-Դաիշի, ասենք, այդ տերորիստական մարդակերական խմբի տիրապետության տակ էր մնացել։ Իմիջիայլոց այժմյան մեր սահմանները շատ նման են անապատային վիճակների, նույնիսկ անապատներ տեղ-տեղ կան, որտեղ միայն քարեր է ու բացի երևի Գորիս Մեղրի հատվածը, Գորիս Կապան Մեղրի։ Բացի այդ հատվածը մնացածը ամբողջությամբ
Դատակ սարեր են։ Բացա, հայո, կա ռելիեֆի բանը բարձր ցածր, կան ձորակներ, ջրից առաջացած տեղ-տեղ քարանձավներով, քարայրներով, բայց բացա ու դիտարկվում է հեշտ եւ ինչքան շատ մենք խելք ունենանք, հավաքենք, օգտվենք խելացի մարդկանցից, ինձանից նկատի ունեմ, եւ ստորգետնյա բաներ ոչ թե մենակ sense փորենք, սարքենք ու վրից հողտանք, վրոձի թուրքը հենց նոր եկավ, տեսավ ու չնկատեց, էլի ասենք, այլ հենց գլխանց մտնել ինչ որ անցքերով ներս, ոնց որ թունելն են անում։ Եվ ինչ պետք է անդե շինարարական աշխատանքներ ստորգետնյա անել։ Երբ որ բանի մեջ, գաբյոնի մեջ քար ենք լցնում, չհելնենք հպարտ, ասենք թազա տեխնոլոգիա ենք մտածը, քարը այսին խոշոր տրամաչափը չի ծագել, գոնե եթե վերևից փագում ենք, հա, ես կհամաձայնվեմ այդ բանի հետ, բայց ցավոք սրտի մեր մոտ միջև հիմա խրամատները սաղ բաց են, փակ չեն, ու մի հատ էլ այդ քարերը որ դրել են, հաշվի չեն առել, որ բանը քարից ասենք ասկոլկեկ է լինելու, օդից է մեր մոտ հարվածների մեծ մասը, այսինքն ավել ասկոլկեկ են այդ սաղ, եթե փագես, հա, հողի շերտով, ամեն ինչով, հարց չկա, հաստ պատ ես սարքել։ Չէ, դե ուրիշ դեֆեկտներ էլ կա։ Շատ դեֆեկտներ կա։ Ռոլիկը որ դու ասում ես, որովհետև այնտեղ ուղիղ հրամատներ, միանշանակ, դա ամեն ինչը դեֆեկտ է։ Մի կողմ դնենք, ինքը ռոպագանդիստական, ասենք, ռոլիկի։ Հա, բայց մարդկանց խաբում են փաստացի, ցույց տալով, որ մարդիկ թող գան ոմա նորմալ ռազմական գործ սովորեն։ Ոչ բոլորը թե տելևիզորով սովորեն, էլի։ Կարա նույնը տելևիզորով է սովորեն, ուղղակի մեր ռոլիկները նայեն։ Մեր ռոլիկները, չգիտեմ, Տիգրան Մեծի ռոլիկները, Ուկրաինա ռուսական պատերազմի բանը նայեն, Հեզբոլլան ոնց է։ Արա դա թող մենք մեզ գովանք էլի, Հեզբոլլա, Ուկրաինա, բան հերիքը էլի։ Կամ Համասը նայեն։ Լավ, բանը Լիբանանի բանի մասին մենք շատ կարևոր է նշենք նաև մի բան, ուրեմն Լիբանանը հետախուզություն է, Լիբանանի հարավում եղած ուժերը, որոնք այս պահին Հեզբոլլան է, իսկ կարող է Լիբանանը ստիպված լինի այնտեղ ուրիշ ստորաբաժանում պահի, ուրեմն շատ հաճախ օգտագործում են օպերատորների աշխատանքով, հետախուզություն գրեթե մարդ չի հելնում անելու իսրայելական, ասենք, զորքը ստուգելու, որովհետև ջերմատեսիլներով շատ հեշտ հայտնաբերվում է մարմինը։ Շատ հաճախ օգտագործում են, ասենք, անօդաչու սարքերը։ FPV դրոններ են մի այլ FPV դրոններ են օգտագործում, իսկ FPV դրոնը, դա են, որ լրիվ կառավարվում է բանի կողմից, ստաբիլիզատորներ գրեթե մեջը չունի, ստաբիլիզացիա, օպերատորից է կառավարվում, ու բանը այդ Լիբանանը կարողանում է վերևը հողի տակ պահկվելով իմանա վերևը հողից բարձր ինչ է կատարվում, այս պահին բանը իրավիճակը ճշտելու բանի հնարավորություն ունենում զուտ դրա պատճառով, որ ինչ որ մեկը, ինչ որ երկուսը, ինչ որ 100-ը, 500-ը ժամանակին FPV-ի պարապմունքների են գնացել։ Այն որ ասում եք ավտոմատիկ կռիվ չի, հա, լավ, հարց չկա, բայց դե եկեք FPV ու ասենք բանի դասերի։ Ու մենակ մեր մոտ չի, ասենք այդ դասերը։ Տիգրանում լավ դաշտ են կառուցել FPV-ի։ Այո, շատ լավ պոլիգոն են սարքել, բանը կարող եք գաք մեր մոտ բանը մոնիտորների վրա պարապեք, մի քիչ քշել սովորեք, էթակ այնտեղ հմտանաք, հետագայում ասենք հարսանիք նկարեք, փող աշխատեք, բայց մենակ խոսալով չի, էլի, այս ավտոմատիկ կռիվ չի, մենակ դրանով չի, եւ որ դրա կռիվ չի, այն ինչի կռիվը արի դրան սովորի, որովհետեւ ինչքան բարդ է զենքը, ինչքան բարդ է տեխնիկական միջոցը, այնքան շատ է սովորել անհրաժեշտ։ Բանը ուրիշ բան կա Բեյրութից ասելով, որովհետեւ գիտես մեր հա ամփոփել վաչեն վրազում է, ասենք օպերատորը վրազում էր։ Ամփոփելով էլի հիշացնենք, թե ոնց կարողացան ճակերտավոր իհարկե դեռ հաղթներից գալ Դավիթ Գոլիաֆ պայքարն է, Դավիթը էլի կարողացավ Գոլիաֆին տապալել, գոնե ժամանակավոր, ինչի շնորհիվ, որտեղ նախորդ պատրաստվել էր ինքը,
տարածքներ նախորոք պատրաստել, ինժեներական աշխատանքներ էր նախորոք արել, հա, օպերատորներ էր նախորոք պատրաստել, նախորոք իր զինյալներին լավ պատրաստել էր, ոչ մի միայն երկու օպերա, չափալախ ստանալուց հետո բանա 2020 թվականի սեպտեմբերի 27-ի Սիլլեն ստանալով Հեզբոլլան դասեր է քաղում ի տարբերություն մեզ եւ էլ պեյջերներ ու ռացիաներ Հունգարիայում, Եվրոպայում չի գնում, որտեվ Եվրոպան չէ, էլի իր մոտ է։ չէ, ես դա ասում եմ, որ իր Չէ, չմտածեն սխալ ես ասա դրա համար։ թող ինչ ուզում են մտածեն։ Մենք 20 թվականին հետևություն չենք արել, մեր կապի միջոցները մինչև հիմա ուրիշի տնօրինության տակ է, իսկ իրանք այդ դասը քաղելուց հետո ուրեմն որ պեյջերները տրակեցին։ Հա, գծալարայինին են անցել։ Հիմա անցել են գծալարայինին եւ հաստատ, ասենք, ես ինֆորմացիա թեթև ունեմ, որ Բեյրութում իրանք իրենց շատ հին կապի միջոցներն են, ասենք, մշակել, շատ հին ռացիաներ են սարքել, որից գրեթե չեն օգտագործում, ասենք չեն օգտվում, բայց պետք եղած վաղտ իրանք սեփական կապը կունենան, ոչ թե օտար ազգի, օտար երկրների ֆիրմաների կոնտրոլի տակ, տնօրինության տակ, կոդերին, ասենք, տեր կանգնած տարբեր ազգությունների ու պետությունների ներկայացուցիչների կապի միջոցներից օգտվում։ Հիմա իրանք կապի միջոցներն են զարգացրել, այս շատ կարճ ժամանակում եւ իրենց կապի միջոցներով են իրար մեջ կապ պահում։ Համոզված եմ, որ հայերն էլ են այտենց։ Չէ, հայրը ուզում են այտենց լինի։ Ես ձեռ եմ առնում հայեր։ Լավ, այսքանով վերջացնենք։ Չէ, մի փոքր մի բան էլ ասեմ, հաղորդումը չգիտեմ երբ է գնալու, ապրիլի 24-ին, ինչպես միշտ, ոման ցավալով մեր 1.5 միլիոն մարտիրոսների համար, որոնց կյանքը անմեղ քաղաքացիներին, խաղաղ բնակիչներին, պետության նվիրված քաղաքացիների կյանքը խլելով, ասենք Թուրքիան իրանց ոչնչացրեց, մենք ցավում ենք դրա համար, բայց աթանում զինավարժություն ենք անում եւ մրցում ենք անում ոմայի ուրեմն տարբեր մասնաճյուղերի միջև մրցումներ ենք անցկացնում, կարճ ասած անցկացնում ենք արդյունավետ, ինչը բոլորիդ է մաղթում։ Եթե չեք կարում ռազմական գործ սովորեք, գնացեք գոնե երեխա սարքեք, գոնե դեմոգրաֆիային օգտակար եղեք։ Հիմա վերջ։ Ուժեղ եղեք։ Հաջողություն ձեզ։